Սյունիքում շուրջ 200 դպրոցի փակման մասին կա հայտարարություններ, հրապարակումներ, ինչ է կատարվում։ Սյունիքում 200 դպրոցի փակման, որտեղից դες նման ինֆորմացիա։ Մամուլում է այդ մասին բարձրացավ, այդ թվում եւ Սիսիանում որոշ դպրոցների։ Սխալ է մամուլում գրված ինֆորմացիա։ Ես տեղյակ չեմ քանի դպրոցա փակվելու, ես տեղյակ եմ թե որ որոշ դպրոցներ վերամիավորվում են մեկ դպրոցի շուրջ, օրինակ այն դեպքերում, երբ որ օրինակ դպրոցներից մի քանիսում, օրինակ, չգիտեմ, 4-5 աշակերտ է լինում եւ քանի որ նպատակահարմար չի, օրինակ 4-5 երեխայի համար դպրոց կառուցել, մենք կառուցում ենք դպրոց միջազգային, ոչ թե վերանորոգում կամ նորոգում, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մենք կառուցում ենք զրոյից միջազգային ստանդարտներով դպրոցներ, որոնց պայմանագրային գները որոշ դեպքերում 4-5 միլիարդ դոլարի համարժեք դրամ է լինում եւ բնականաբար բոլոր այդ հարակից գյուղերի աշակերտներին տեղափոխելու ենք այդ դպրոցներ։ Բայց ինչպես է տեղափոխումը կազմակերպվում, որտեղ օրինակ կան ծնողներ, որ ասում են, որ մի համայնքից մյուսը գնալը հատկապես օրինակ եղանակային պայմաններով ծնրանը։ Այդ նույն եղանակային, այդ նույն ամեն ինչ կա, այդ նույն եղանակային լսեք, այդ նույն եղանակային պայմանների բարագայում նաև օրինակ մեր դպրոցի դասատուները շատ մեծ խանդավառությամբ քաղաքից գնում են եւ դպրոցում հարցազրույց են, ներողություն, դասավանդում են, այսինքն տեղափոխության հարցը պետությունը վերցրել է իր վրա։ Ինչու՞մն է խնդիրը, ես չեմ հասկանում։ Իսկ ինչից է ենթադրում, որ 300 դպրոց, 500 դպրոց, 300 Լսեք, 18 թվականից հետո Սյունիքի մարզում կառուցվում է ոչ թե վերանորոգվում է, այլ կառուցվում է մոտավորապես, եթե չսխալվեմ, մի քանի տասնյակ միլիարդի դպրոցներ եւ փակվելու մասին, որը ելի եմ ասում, ոչ մի նախկին իշխանության ժամանակ նման ծավալի աշխատանք չի կատարվել։ Այս ամենը ինչ փակվելու մասին, իսկ փակվել, եթե իրանք մի փակված դպրոց, որում օրինակ սովորել է 3 կամ 4 աշակերտ փակվում է, եթե դա համարում են փակվել, ապա իրանց խնդիրն է։ Պարոն դուք արդյոք կանչվել եք ԿՊՆ-ին։ Հա, իդեպ մոռացա ասեմ։ Հարցեր են ձեզ ուղղել, պատգամավոր լինելու եք, թե ոչ։ Այո, կանչել են։ Եվ Ինչի եւ որոշում կայացվել է արդեն ձեր մասով վարչություն։ Պետք է չխոսանք էլի դրա մասին։ Վարչությունը եթե պետք լինի ինքը կհայտարարի դրա մասին։ Մերժել են Այսինքն մերժել են ձեզ։ Լսեք, ոչ մեկը չի մերժել։ Ասում եմ վարչությունը եթե հարկ կլինի, վարչության որոշումները ճիշտ կլինի վարչությունից հասնել կամ կուսակցության աշխատակազմից։ Հիմա դուք ձեզ տեղեկացրել են, բայց դուք ուղղակի չեք ասում։ Այո, ինձ տեղեկացրել են, ուղղակի ես չեմ ասում։ Այո։ Կրկնվում եք դուք, ուշացաք մի քիչ։ Այսինքն կարող ենք ասել, որ ձեզ մերժել է։ Դուք ստում եք, դուք ուղղակի խոսք եք հաշում, դուք նման բայց ինչու եք թաքցնում, տեղեկատվություն չունեք։ Պայմանավորված է նրանով, որ վարչությունը պետք է ինքը որոշում կայացնի, ինքը իր որոշումը, որը կայացրել է, հրապարակի թե չհրապարակի։ Նիստերը լինում են փակ, բնականաբար եւ այսքանով ավարտենք այս թեման։ Իսկ այդ խոստացումներն ինչով է պայմանավորված, որ այդքան խիստ ձևով են ընտրում, որ պետք է մնա պատգամավոր, ով չպետք է մնա, ինչ դժգոհություններ ունեն։ Մեր 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջի խորհրդարանական ընտրություններն է, որը տեղի ունենալու հերթական։ Եւ մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին եւ ցուցակը կազմվելու է համագումարով մեր պատվիրակների կողմից։ Դժգոհություններ ունեն որոշների հետ կապված, որ ամբողջ տարիների ընթացքում մեկ անգամ հայտարարության հանդես չեն ներկել, հարցազրույցներ չեն տվել, կամ ոմանք էլ դե այդպիսի պատգամավորներ կան, որոնք առանձնապես մենք չենք տեսնում ելույթներ ունենան կամ հարցազրույց տան, ոմանք էլ երբ որ հարցազրույց են տալիս, դուրս պատմության մեջ են ընկնում այդպիսի բաներ են խոսում եւ ասում են սրանով է պայմանավորված, որ թիմում ասում են այնպիսի մարդիկ չլինեն, որ հետո հոխացավանք դառնան։ Ինձ հիմա այդ ամեն ինչ եք ասում։ Ուզում ասեմ, այս սկզբունք այդ խնդիրներն են պատճառում այսքան խստացումներ իրականացնել։ Լսեք, խստացում չի, սա կրկնում եմ, առաջի խորհրդարանական ընտրություններն է, որը տեղի է ունենում հերթական մեր իշխանության գալուց հետո։ Ինչի մասին է խոսքը, այսինքն ես սենց ասեմ, եթե 21 թվականի խորհրդարանական ընտրությունները լինեին հերթական, էլի այս ձև կներ։ 18 թվականին եղել է արտահերթ, 21 թվականին եղել է արտահերթ։ Հիմա միակ ընտրություններն են, որը հերթական է։ Ինչն է խնդիրը։ Ես չի որ պետք է գնահատեմ։ Վերջերս մեր ձևով շարժման անդամներն էին գնացել Սյունիք եւ Կապանի ճանապարհին նկարել էին ադրբեջանական դրոշը, ասում էին սա է Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությունը ծածանվում է թշնամու երկրի դրոշը հայկական տարածքում։ Այնպեսի նախ հայկական տարածքում չի, եթե նման բան են ասի, ապա ստել են, ես սրանում է հենց խնդիրը։
որ նոր սկսել են քաղաքականությամբ զբաղվել, ինչպես կասեր Կոնջան Հայկը Չոչանել, եւ հայտնվել են Սյունիքում, ես հասկացակ չէ, որ եթե այլ պատճառ չլիներ, իրանք երբեք Սյունիքում չէին հանդիպում, որովհետեւ այդ ադրբեջանական դրոշները 21 թվականից, եթե չեմ սխալվում, կամ 20 թվականի վերջից այնտեղ են եւ դեմարկացված հատվածը այդ հատվածը, այսինքն դեռ փաստարկված չի, բայց մենք բոլորս գիտենք, որ դա սովետական Հայաստանի եւ սովետական Ադրբեջանի սահմաններն են եւ խնդիրը այն է, որ հա իրականում երևի 5 տարվա մեջ կամ գնացել են քաղաքական գործիչ դեռ իրancs չեն համարել կամ հիմա են սկսում ակտիվ գործունեություն ծավալել, իհարկե անհաջող, բայց եւ այնպես հիմա են հայտնաբերում, որ այնտեղ ադրբեջանական դրոշ կա։ Պարոն Հարամանյան, այսօր հանդերձ օգոստոսի 8-ի հաստատի ստորագրումից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Սյունիքում ինչ իրավիճակ է, խաղաղության շունչ է զգացվում։ Այն որ ոչ միայն օգոստոսի 8-ից հետո, այլ մինչև այդ օրինակ Սյունիքի սահմաններում ոչ մի կողմից, իսկ մենք կրկնեմ երկու կողմի սահման ունենք Ադրբեջանի հետ, ոչ մի կարակոց չի եղել, դա արդեն շատ բանի մասին է փաստում, իսկ եթե ընդհանուր ուզում եք ասեք, ես իմ իմացած ինֆորմացիայով, օրինակ Մեղրիում անշարժ գլուխի գները 50%-ով աճել են։ Սա շատ ցցուն փաստ է նրա մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել օգոստոսի 5-ի պայմանագիրը։ Օգոստոսի 8-ի պայմանագիրը ինչ կապ ունի անշարժ գլուխի դե չեք ենթադրում ինչ կապ ունի։ Միայն Մեղրիում, թե Սյունիքում։ Մեղրիում հատկապես։ Իսկ արտագաղթի տեմպերը։ Ես արտագաղթ չկա արտագաղթ։ Տեղյակ չեմ, դա երևի այլ գերատեսչության այդ հարցը պետք է ուղղեք։ Իսկ բնակիչների հետ, սյունեցիների հետ անհատական զրույցներում եք օրինակ իրենք գոհ են ստեղծված իրավիճակից, խաղաղության փաստաթղթի նախաստորագրումը ինչ կտա իրենց, լուսավորչական աշխատանք, այսպես ասած իրական։ Լուսավորչական աշխատանք չէ, ասի դա, ես երբ որ նիստեր չի լինում, ես կապանում եմ լինում, կապանցի եմ, մշտապես շփվում եմ քաղաքացիների հետ եւ բնական է, որ հատկապես Սյունիքի մարզը, որ այդքան 90-88 թվականից սկսած պատերազմական գործողություններ ա տեսել եւ մի կլոր տարի չի ունեցել, որ սահմանին զոհ կամ կարակոց չլինի, իհարկե գոհ է այս իրավիճակից, բայց իհարկե թերություններ կան եւ պետք է շտկվի այդ թերությունները։ Եթե ցուցակում չընդգրկեք, որոշել եք ոնց եք շարունակելու ձեր աշխատանքը։ Ինչ աշխատանք։ Ձեր գործունեությունը, գործադիր կգնաք, ինչ բիզնես սենս։ Լսեք, դա ինչ, հա, դե մի զբաղմունք կգտնեմ, բայց ամեն դեպքում ինչ վերաբերում է ցուցակում կլինեմ, չեմ լինի հետագայում գործադիրում կամ մեկ այլ տեղ, դա իմ անհատական որոշելիքը չէ։ Ես թիմ եմ ներկայացնում եւ քաղաքական թիմը պետք է որոշի դա։ Իմ առանձին որոշելիքը չի դա։ Իմ կարծիքը բնականաբար հարցվելու է, բայց ամեն դեպքում դա իմ անհատական որոշում։ Վարչությունը գնացել է տուն։ դեռ չէ, բայց կգնա։ Դե, բայց իսկ որտեղից գիտեք, որ ուղարկել են։ Ըստ էության ինքն էլ դա հաստատեց, ասաց, որ Ինքն չի ասել, ինքն չի ասել։ Ասել է ես երկու տարբերակ ունեմ, կամ գնալ տուն, կամ բողոքարկել։ Ես որ դուք տեղ կանգնած եք, ես էլ համակարգչի դեմ նստած լսում էի։ Ինձ չի ասել, խեք օրինակ խապ։ չեմ խապ։ Չէ, ես կարամ հասկանալ, բայց ասում եք նա փաստացի դա է ասել, բայց ինքը նա դա չի ասել։ Ինչու եք օրինակ ինձ խապ։ Ես չասեցի ինքն ասում ԿՊ վարչությունը ըստ էության մերժելով իրեն Ոչ, հիմա եթե մերժում է կարա տուն չգնա, ամառանոց գնա կամ չգիտեմ, արտերկիր գնա։ Ինչից եք ենթադրում։ Դե փոխաբերական իմաստով ճիշտ չի, նման որ իմ գործընկերոջ մասին է։ Եթե մերժեն դուք կբողոքարկեք։ Ոչ։ Ինչու՞ չեք վստահում, որ բողոքարկեք ավելի արդար կվարվեն։ Լսեք, ես չեմ բողոքարկի։ Ոնց է վստահ, որ ձեզ չեն մերժել։ Ինչպես։ Վստահ եք, որ չեն փոխի իրենց որոշումը այդ առումով, թե այնքան եք վստահ։ Եթե ես իմ կոնկրետ իմ մասին խոսքը խնդրում եմ ուրիշների վրա բան չանել, եթե վարչությունը մերժի իմ տեխնացիան հաստատումը, կրկնում եմ հաստատումը, որտեվ հետագայում արդեն համագումարը պետք է ընտրի ով որտեղ է, ես կգտնեմ, որ լավ չեմ աշխատել, ինձ չեմ արդարացրել կամ այլ պատճառներ են եղել, որ վարչությունը չի հաստատել եւ վարչության որոշումը կա, ինչու չեք ասում։ Ուղղակի հիմա չեք ասում։ կարող է Ինչի՞ չէ։ հնարավոր է։ Հանրությունից Լսեք, հանրությունից թաքցնելու բան չկա, ախր դուք լավա չեք հարցնում, ձեզ ինչ հարցեր են տվել կամ ասենք բանում։ Չի կարա տենց, եթե ես ձեզ ասեմ ինչ հարցեր են ինձ տվել, հենա կհրավիրենք ձեզ այնտեղ, դուք էլ օնլայն բան կլուսաբանեք, ախր փակնից տա այդ։ Չէ, տարբեր բան ենք ասում։ Այսուհանդերձ ինչ արտությունների վրա Ես վարչության անդամ չեմ։
Ես ինչ դիպլոմ։ Չէ, ես վարչության անդամ չեմ, ես չեմ կարող դա ձեզ պատասխանել։ Եթե ես իմանամ էլ, դա ընդհանրապես ենթադրություն է լինելու։ Վարչության անդամներ կան, բայց ես վստահ եմ իրանք էլ երևի թե չեմ պատասխանի ձեզ, դուք կարող եք հարցում անել կուսակցությանը կպատասխանեն աշխատակազմից։ Ինչու՞ նախնդիրը։ Հարցերը ինչ ուղղվածության են, պատմությանն են դեպի։ Դուք ուզում եք իմանալ, ես հասկանում եմ, որ դուք ուզում եք իմանալ, ես հենց դա եմ ասում, դուք ուզում եք իմանալ, բայց դուք չեք կարող դա իմանալ։ Ամեն դեպքում ոչինչ անից։ Շնորհակալ եմ։